հայտնի հանգամանքների բերումով տենց քննարկումը մի տեսակ կիսած ստացվեց եւ ես ուզում եմ ընդունել իմ մեղքը, ըստ ամենայնի տարիքը իրենը ասում է եւ ես լրացուցիչ իմ կոմունիկացիոն հմտությունների վրա աշխատելու անհրաժեշտություն ունեմ, որովհետեւ ես երեք ընդամենը ուզում եի ասել, որ հաշվի առնելով, խնդրում եմ ես մեկը բաշխեք, էլի, ընդամենը ուզում եի ասել, որ հաշվի առնելով անդիմության զգայունությունները չեմ ասում Կտրիչ Ներսիսյան, ասես բաշխեք, էդ էլ մարդը ասեց, ես մեկը բաշխեք, այսինքն ոչ թե ասում եմ, այլ չեմ ասում, ես մարդիկ թողեցին նեղացան, բայց ես իրան չեմ մեղադրում, ես ըստ ամենայնի իմ միտքը լավ չձևակերպեցի, այսօր անկեղծ ասեմ, այ Ռուբեն Ռուբինյանը վկա, այսօր որոշել էի, որ եզրափակիչ խոսքում գալու եմ, ասելու եմ Գարեգին B, մեկ էլ ասի կարողա ԿՊ-ն սկսի, ասել եմ Ռուբեն։ Եվ վստահաբար կսկսեր։ Ուզում էի ասեի Գարեգին B կամ ուրիշ ավելի ձևակերպումներ, եւ ասեի հարգելի ընդդիմություն, այ որպես կարմիր գորգ, այս արտահայտությունը փռում եմ ձեր ոտքերի տակ եւ վերադարձեք խորհրդարան, դել չթողեցին որ ասեմ, էդ էլ չթողեցին որ ասեմ։ Եվ հիմա հարգելի գործընկերներ, ամենահետաքրքիրն է նա, այս ընդդիմությունը, հարգելիս ընդդիմությունը, այս ինչ լեգիտիմության թեմա է առաջ քաշում։ Ժողովուրդ ջան, լեգիտիմ չի, ասել եմ դեռ նախորդ գումարման խորհրդանի վերջում վայր դրեք ձեր մանդատները, հրապարակը սպասում է ձեզ, հեղափոխություն արեք, ժողովուրդ ջան։ Ավելի լավ հեղափոխական իրավիճակ, քան ոչ լեգիտիմ ընտրությունը, ոչ լեգիտիմ իշխանությունը չկա, դա դրախտ է ցանկացած ընդդիմության համար։ Ձևերն էլ ցույց ենք տվել, գնացեք Գյումրիից, քայլելով կամ վազելով կամ Այն մի ընդդիմությունը բանից էր գնաց, տարբեր կողմ, 4 կողմերից էին գնացել, չգիտեմ, նստեք են աթոռին, նստեք են, գնացեք հեղափոխություն արեք։ Այս ինչի մասին է խոսքը։ Այդ ես ընտրություններից առաջ եմ, կեղծվել են ընտրությունը, այդ ում ձայնն է կեղծվել, ասել եմ հրապարակ կոչ եմ, ես եմ կոչ արել ժողովրդին դուրս գալ եւ հեղափոխություն անել։ Բայց եթե ինչի են այս մարդիկ անդադ չեն կողմնոսում, գնում են, գալիս են, դուրս են գալիս, ներս են մտնում, որովհետև այս մարդիկ լեգիտիմության խնդիր իրանք ունեն, իրանք այս դահլիճում տիրոջ կարգավիճակ չունեն, իրանք հասկանում են, որ տնվոր են, գործուղված, ինչ-որ մի միսիայի մասին, ու գիտեք, իրադարձությունները արագ են զարգանում, չի գալիս հանձնարարականը ինչ անել, չեն կողմնորոշվում, գնում են, գալիս են, Ես կարծում եմ, բայց սա իրանց պրոբլեմը չի, սա մեր պրոբլեմն է, սա Հայաստանի Հանրապետության պրոբլեմն է, եւ ես կարծում եմ, որ այս ընտրությունը կամ մանդատները վայր դրեք եւ զբաղվեք հեղափոխությամբ, կամ եկել եք, նստեք, աշխատեք, ամեն բառի վրա նեղանալ գնալը, չեմ կարծում, թե ուժեղության նշան է։ Այստեղ Իհարկե քննարկումը շատ ակտիվ չեղավ, ես չեմ հիշում, գիտեք, որ ես 2 օր տևի կառավարության ծրագրի քննարկումը, ճիշտ է չեմ ստուգել, բայց գոնե էդ եմ ասում, տպավորությունների մակարդակում այս ամենակարճ քննարկումն է կառավարության ծրագրի, այս 4-րդ ծրագիրն է, որ այո, 4-րդ ծրագիրն է, որ մենք քննարկում ենք, բայց քննարկվող հարցերի մեջ էլի հայաստանյան ծառայելական Սուրբ եկեղեցու հետ կապված հարցերը որոշակի դերակատարում ունեին ընդդիմության ներկայացուցիչը ասում է ձեր իդեալը բանի հոգևորականի Նավասարդ Կճոյանն է եւ դուք ուզում եք նրա միջոցով ես ձեզ ուզում եմ ուղիղ ասել եթե Գարեգին B-ն Հերիքա կամ Կտրիչ Ներսիսյանը արեք դե ժողովուրդ մի արամ արեք չէ Տրամաբանությունը կոտրվեց Պարոն Ղազարյան ձեզ նկատողություն եւ նախազգուշացում
Շատ լավ, եթե ընդունի այդ օրակարգը, ես այս ամբիոնից հանդիսավոր կերպով ասում եմ, որ ես կնստեմ և իր հետ կքննարկեն ամենայն հարգանքով այդ օրակարգը։ Ես չեմ ասել երբեք, որ գիտեք ինչ կան մերոնքականներ և կան ոչ մերոնքականներ, որոնց մի մասը կարա բարևարկության կանոնները պահի, մյուս մասը չպահի։ Ես միշտ ասել եմ և իմիջայլոց, Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման օրակարգը հստակ ձևակերպված է։ Բարևարկության կանոններ և այդ կանոնները պահելու հստակ մեխանիզմներ։ Ես ավելին, աշխատանքային մակարդակով ասել եմ, որ ես այո կարծում եմ, որ նաև պետությունը կարող է ելքի որոշակի ճանապարհ ապահովել նման բոլոր հոգևորականների համար, բայց խոսքը այո մեր ազգային արժեքների պահպանության մասին է, որովհետև մեր ազգային արժեքները դեֆորմացված են հենց այդ փաստի բերումով։ Մենք ոնց կարանք, ժողովուրդ, լավ եկեք ամեն ինչ դնենք մի կողմ, քաղաքական, մենք ոնց կարանք հանդուրժենք, որ մեր սրբություն սրբոցը ախտահարված է։ Լավ եկեք ամեն ինչ դնենք մի կողմ։ Ուզում եք վեհափառ ասենք, ուզում եք Գարեգին Բ ասենք, ուզում եք Կտրիչ Ներսիսյան ասենք, ինչ ուզում եք ասեք, այդ ամեն ինչից անդին կամ փաստեր, որոնց մասին գիտի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի եւ յուրաքանչյուր հավատացյալ։ Այդ լեգիտիմության խնդիրը տեղ է, լեգիտիմությունը գերկարևոր հարց է։ Այսօր դուք ընդդիմության ներկայացուցիչ ասում է Հայաստանի քաղաքացիների 97%-ը հավատում է այդ եկեղեցուն։ Իհարկե հավատում է, պրոբլեմը տեղ է, որ Հայաստանի քաղաքացիների 97% հավատում է, իսկ եկեղեցու գլուխը չի հավատում Աստծուն ընդհանրապես։ Ինքը հոգևոր կյանք չունի։ Ինքը ժխտել է Աստծու հետ իր ուխտը, եւ այդ ուխտադրժությունը փաթաթված է մեր բոլորի վզին։ Ես պատրաստ չեմ այդ ուխտադրժության պատասխանատվությունը կրել։ Պատրաստ չեմ։ Գիտեք ինչի, հիմա ասեմ ինչի։ Այսօր երկու անգամ նոր կտակարանի Մատթեոսի ավետարանի երանիներից մի նախադասություն հնչեցվեց։ Ես էլ ուզում եմ իմ նախադասությունը հնչեցնել Մատթեոսի ավետարանի երանիներից։ Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ Երանի սքավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն։ Երանի հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն։ Երանի նրանց, որ քաղցրն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան։ Երանի ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն։ Երանի նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն։ Երանի խաղաղարարներին, որովհետև Աստծու որդիներ պիտի կոչվեն։ Երանի նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ Երանի է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն, և իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար խոսք սուտ ասեն։ Ցնծացեք և ուրախացեք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպես հալածեցին մարգարեներին, որ ձեզնից առաջ են եղել։ Այս սրա համար ես չեմ կարող հանդուրժել։ Իսկ այսօր եկեղեցու պաշտպանության դիրքերից հանդես են գալիս մարդիկ, ովքեր ասում եմ չգիտեն Աստվածաշնչի կտակարանի ավետարանի մեջ ինչ տարբերություն կա, չգիտեն,
Նրանց համար եկեղեցին ընդամենը գործիք, ընդամենը փող լվանալու մի համակարգ։ Քրեական ենթամշակույթի մի հերթական պլատֆորմ։ Սրա մասին է խոսքը։ Եվ էլի ասում եմ, Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու պատարագի կանոնական տեքստում 40-ից ավել անգամ խաղաղություն անունը արտահայտությունը հնչեցվում է։ Հիմնականում Աստծուն աղաչելով խաղաղության համար։ Աստծուն աղաչելով աշխարհի խաղաղության համար։ Այսինքն մի քանի տեղ ընդգծվում է աշխարհին խաղաղություն։ Կտրիչ Ներսիսյանը կամ Գարեգին Բ-ն պատերազմի կուսակցության ներկայացուցիչը։ Ինչի համար է պատերազմի կուսակցության ներկայացուցիչ։ Այս ինչ որ էստեղ խոսվեց հավատարմությունա կոնֆլիկտին։ Այն կոնֆլիկտին, որը բխում է ստալինյան հայրենասիրությունից։ Այն կոնֆլիկտին, որ դրվել է Հայաստանի Հանրապետության հիմքում, որ տեսեք ինչ են ասում։ Անընդհատ ինչի մեջ են ինձ մեղադրում։ Ինձ մեղադրում են, որ ես մի պարզ բանի, ես պարզ հարց եմ տալիս եւ խնդիր եմ առաջադրում։ Մենք մեր միջավայրում պետքա կարողանանք ապրել առանց արտաքին օգնության։ Իրենց ասածը ինչ է։ Եթե մենք շարունակենք գնալ այն ճանապարհով, իսկ մենք բոլորովս մինչև 2024 թվականը բոլորովս նույն ճանապարհով ենք գնացել։ Այդ ճանապարհի մեջ մի քիչ sense, մի քիչ, բայց բոլորովս նույն ճանապարհով ենք գնացել։ Եթե մենք գնանք այդ ճանապարհով, բոլոր ճանապարհները տանում են միտեղ։ Գիտեք որտեղ են տանում այդ ճանապարհները։ Միտեղ, որտեղ ավարտվում է Հայաստանի անկախությունը։ Որտեղ երբ որ մենք այստեղ ինքնուրույն չկարողանանք ապրել, ընդդիմության մյուս ներկայացուցիչն ասում է, ինչ եք ժառանգել եւ ինչ եք ստացել։ Ասեմ, դաժանա, բայց ասեմ։ Ես ընդ որում մինչև 2024 թվականը այդ երկրի վարչապետն եմ եղել եւ ասում եմ որպես այդ երկրի վարչապետ։ Մենք մարիոնետային պետությունը դարձրել ենք մի պետություն, որը անկախ եւ ինքնիշխան լինելու շանս ունի։ Շանս ունի։ Այս քաղաքական ուժը ոչ թե մարդիկ, որովհետև մարդկանց մի մասը, ես չեմ ուզում մարդկանց բան անել, թիրախավորել, բայց այս քաղաքական տրամաբանությունը ինչի է հայտնվել Հայաստանի քաղաքական դաշտում։ Որովհետև բոլորին ակնհայտ է դարձել, որ մենք հատել ենք, անցել ենք մարիոնետային կուսակցության տրամաբանությունից, դուրս ենք եկել, մտել ենք մի տրամաբանություն, որի ավարտին մենք կարող ենք, շանս ունենք լինել պետություն։ Իրանք եկել են, որ այդ ասում եք բանի շղթաները, չէ՞, ում շղթաներն է։ Իրանք եկել են, չգիտեմ իրանցից ով անձամբ գիտակցում դա, ով չէ, իրանք եկել են, որ այդ շանսը զրոյացնեն։ Դրա մասին է խոսքը։ Էս է իրանց առաքելությունը։ Բայց ես իրանց մի բան եմ ասում, դուրս եկեք այդ առաքելությունից եւ դուք կդառնաք հայաստանյան քաղաքական ընդդիմություն, մենք կվիճենք շատ ավելի սուր իմիջայլոց, ձեզ չթվա թե էս ասուր բանավեճը։ Ես գիտեք ինչ մեզ համար հոյակապ կոմֆորտ բանավեճ է։ Որտեւ այս բանավեճը մենք նախորդ քան որ թվից Դա նախորդ 8 տարում տարել ենք, ես մեզ համար շահեկան բանավեճ է։ Դժվար բանավեճ է նա, երբ որ մենք թուղթ ու գրիչով սկսենք վիճել իրար հետ։ Դուրս եկեք այդ տրամաբանությունից եւ դուք խնդիր չեք ունենա։ Բայց դուք որոշեք։ Եվ էլի այդ բանը, որ ասում են, Ժորժ ջան, սահմանադրության, այս սահմանադրության մեջ գրված է։ Հայաստանի Հանրապետության եւ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը կարող է ընդունել օրենք։ Հայաստանի Հանրապետությունում հասարակական կազմակերպություններն են անկախ։ Կուսակցություններն են անկախ։ Բայց դա չի նշանակում
պետության մեջ Հայաստանի Հանրապետությունը կարա օրենք ընդունի, ասի գիտեք դուք այս կանոններով պետք է ապրեք Հայաստանի Հանրապետությունում։ Այդ ոնց է Գերմանիան կարա տենց օրենք ունենա, Հայաստանը չի ունենա, եւ ես ուղիղ եմ ուզում ասել։ Հիմա կառավարությունը ամենաուշը մի ամսվա ընթացքում Հայաստանյան Առաքելական Սուրբ եկեղեցում հաստատված ճգնաժամի մասին զեկույց կհրապարակի, եւ ես առաջարկել եմ ազգային ժողովում քննիչ հանձնաժողով ստեղծել, այդ բոլոր փաստերը քննել եւ արդյունքում ընդունել օրենսդրական փոփոխություններ։ Լսեք, այսօր քահանաները աղքատության են մատնված, չքավորության, գիտեք ինչի։ Որովհետեւ բան գիտեք, եկեղեցում էլ լավ տեղեր կան։ Այնտեղ որտեղ համայնքը մեծ է, ասենք խեղճ ու կրակ լիքը քահանաներ ուղարկվել են, սարի ծերին գտնվող մի հատ եկեղեցի, որտեղ ամսվա մեջ 15 հոգի գնա یا չգնա, ոչ մեկ չի հետաքրքրում, այդ մարդը սոված է, առողջ է։ Քահանան ինչի պետք է աշխատավարձ չստանա եւ պետության կողմից երաշխավորական առողջության ապահովագրությունից ինչի պետք է չկարենա օգտվի։ Օրինակ եկամտային հարկի վերադարձից ինչի պետք է չօգտվի։ Եվ ընդ որում ես ասում եմ հետեւյալը, տեսեք այսօր Ռուբինյանն էր ոնց որ տարբերակներ առաջարկել։ Թող Հայաստանյան Առաքելական Սուրբ եկեղեցին հրավիրի ազգային եկեղեցական ժողով, ասի մենք կուսակրոնությունից հրաժարվում ենք։ Որոշում է։ Ես ասում եմ ինչ ուզում եք որոշեք հրապարակեք եւ մեխանիզմներ դրեք, որ այդ որոշումը պահվելու է։ Չի կարող ամեն եպիսկոպոս 4-5 երեխա ունի, ենթադրենք, չգիտեմ, էլ չեմ ասում, թե ո՞նց կարող լինի, ասենք ինչ ենք անում, մենք ինչով ենք զբաղվում։ Եվ ես երբեք չեմ ասել, որ մերոնքականներ եւ ձերոնքականներ։ Ես ասել եմ նրանք, ովքեր ընդունում են, որ խնդիր կա եւ պետք է լուծվի, եւ նրանք, ովքեր ժխտում են։ Ես անկեղծ եմ ասում։ Եթե Գարեգին Բն կամ Կտրիչ Ներսիսյանը ասի գիտեք, ընդունում եմ խնդիր կա, բանի առանց բանի, ես այս էջը կշրջեմ, կգնամ կնստեմ կամ կհրավիրեմ, բոլորով ընդ որում դա իմ ու իր խնդիրը չի, ժողովուրդ։ Սա մեր ազգային եւ պետական ինքնության խնդիրն է։ Ինչի պետք է եւ ասում եմ, այս խոցելիությունները ինչի պետք է օգտագործվի մեր պետության դեմ։ Ինչի պետք է օգտագործվի։ Ինչի պետք է, այսինքն պետության մեջ ո՞նց կարա տենց բանը լինի։ Դա բացառված է, մենք դա թույլ չեք տալու։ Հիմա մյուս թեման։ Ընդդիմության ներկայացուցիչը եկել է սենց անում։ Ասма Ճիշտ արդարացի մարդիկ ասма Պապիկյանի հրաժարականն են պահանջում։ Բանակում տեղի ունեցող իրադարձությունների։ Ասма բայց չէ, ես չգիտեմ ոնց է ասում, ինչ է ասում։ Հա, իմ հրաժարականն է պահանջում։ Եկեք նայենք, ասենք 2002 թվին 24 դեպք։ Բասեր Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն ինչի չեն հրաժարական տվել, Գեգամ Մանուկյան։ 2003-ին 15, 16, 2004-ին, բա Ռոբերտ Քոչարյանը քիչ հրաժարական տվել։ Սերժ Սարգսյանն էլ եղել է պաշտպանության նախարար։ Հետո Սերժ Սարգսյանը եղել է բռնազավթելով եղել է նախագահ, Սեյրան Օհանյանը եղել է պաշտպանության նախարար։ Թիվեք ուզում 2010 թվական 21 դեպք սպանության եւ ինքնասպան, բա քիչ է հրաժարական տվել։ Կամ հա, բարձր կոալիցիան, կամ բանը, կամ Սերժ Սարգսյանը, կամ Սեյրան Օհանյանը, մի հատ է ձեր խմբակցության ղեկավարն էր, բա քիչ եք հիշում այդ մեխանիզմների մասին։ Եվ այլն, եւ այդպես շարունակ։ Եվ այսօր մենք ուրիշ խնդրեմ ունենք, այո, այսօր նախարարը միջազգային զեկույցի մասին է պատմում, այդ զեկույցն ասում է, որ ինքնասպանության պրոպագանդան բերում է նոր ինքնասպանություն։ Մեր ընդդիմությունը խոցելու համար երբեմն նախարարին, երբեմն կառավարությանը զբաղված է ինքնասպանության պրոպագանդայով։ Եվ միջազգային զեկույցները ասում են, որ դու ինչքան, ալի մարդիկ կան, որ եզրին են։ Եվ երբ որ մարդը տեսնում է, որ տենց մեծ հանրային ուշադրություն կա, այդ բան հոգեբանական վիճակ է։ Այդ վերջին կաթիլը, էդ էլ է ազդեցություն ունենում, բայց ես փորձագետ չեմ, ես չեմ ուզում ոչ պրոֆեսիոնալ բաներ ասեմ, ուղղակի առիթեր եղավ։
պետական պարտքի թեման, ես ինչ պատմություններ, ես ինչ է սարքել։ Նախ պետական պարտքի, մի հատ էլ էդ ով է ասել, լսել եմ ասել են, բանը, դեֆոլտ, չգիտեմ ինչ։ Են մի հատ բան կա է, անեկդոտ կա է, որ ասում է, անունդ ինչ է, 1000 ներողություն էլի եմ, ասում է Սպարտակ, ասում է անգերից դու որ թիվ ես, որ։ Հիմա հետո որ դեֆոլտի մասին խոսում ասում եմ, ասեմ, որ թիվ ես, որ թիվ ես, կամ Հայաստանում վերջին անգամ երբ ես եղել։ Այսինքն, այս ինչ խելագարության կանխավար Հայաստանի Հանրապետության պետական պարտքը երբեք այնքան կայուն չի եղել, ինչքան է սա կայուն։ Այսօր Հայաստանի Հանրապետության դրամով պետական պարտատոմսերը միջազգային ներդրողները գալիս են առնում են։ Ճիշտ է, պարոն ֆինանսների նախարար, թե ճիշտ։ Սենց բան երբ ա եղել վերջին անգամ ընդհանրապես։ Պարտքի հետ կապված։ Ուրեմն պարտքը հյուսիս հարավը, որ կառուցվել է, ժողովուրդ, մեր պարտքի թիվը աճել է։ Իրանք այդ թվում խմբակցության ղեկավարի Հայրիկի ժամանակ ստորագրել են, այդ պարտքը ստանձնել են, հյուսիս հարավը չեն ոչ մի գործ չեն արել են Արտաշատի ձեզ հայտնի կտորը, որը դարել է արբիտրաժ միջազգային, ինչքան բան, թալան, այդ պարտքը կախած ա եղել, գործը չի արված եղել, եւ Հայաստանի Հանրապետությունը դրա համար տուգանքներ վճարելիս ա եղել, որ վարկը ստորագրել է, գործը չի արել։ Հիմա Երևան-Գյումրին պատրաստ է։ Այդ պարտքը արդեն սկսում է արտահայտվել։ Հյուսիս հարավի Ագարակ քաջարանը մեծ տեմպերով կառուցվում է։ Իրանց ժամանակվա ստորագրած վարկային պարտավորություններն են եւ վարկային պայմանագրերն են։ Եվ այդ պարտքը սկսում է արտահայտվել։ Երկրորդը մայիսի 28-ին ամբիոնից ասցի ցույց տվեցինք։ Եթե պարտքի հետ կապված նենց դուք հեցի պարտքի մասին խոսեք, տարել են հեցի Հայաստանի ռազմավարական կրիտիկական ենթակառուցվածքի բաժնետոմսերի 100%-ը գրավ են դրել, 140, այդ ամբողջը չի, ու պարտք են վերցրել, հեցը տարել են գրավ են դրել, աշխարհի չգիտեմ որ, ու պարտք են վերցրել, ու հեցը անցած տարվա մեր ստանձնման կառավարությունը 143 միլիարդ դրամի պարտք ա ունեցել։ 143 միլիարդ դրամի։ Ու այս պարտքի պայմաններում, ու այս պարտքի մի մասն է գիտեք ինչ է։ Հայաստանի բանկերից տոկոսով վարկ են վերցրել, իրանց հարազատներին առանց տոկոսի տվել են։ Հեցով իրանք Հայաստանի տնտեսության կոնկրետ ճյուղեր ոչնչացրել են։ Որովհետև գնումների ամբողջ համակարգը քանդել են, մարդիկ ինձ լացելով նամակներ են գրել։ Որովհետև այն ինչ պետքա մրցութային ընթացակարգերով ձեռք բերեին, ամբողջ առել են իրանց բարեկամներից, հարազատներից, այս հենց ջանդամ, հեցը վարկա վերցրել տոկոսով, առանց տոկոսի տվել են իրանց բարեկամներին, այդ իրանց բարեկամների կազմակերպությունների իբր մրցույթների մասնակցել են, այս փողը պտտել են իրանց ընտանիքի համար շահույթներ, ով ա վճարել դրա համար եւ ով ա վճարում Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգիայի սպառողները։ Ասենք էլի եմ ասում, ով լեգիտիմությունից խոսի, դուք ասենք տանձից, խնձորից, տենց բաներից, ով պարտքից խոսի, դուք տանձից, խնձորից, բանից, տենց բաներից խոսի։ Լավ ամեն ինչ պետքա չափ ունենա, չէ՞։